ինչ ենթադրություններ ունեք, ինչու է Նիկոլ Փաշինյանը կատաղել ու կպել Սամվել Կարապետյանին։ Որովհետև Սամվել Կարապետյանը ուժեղ հայ է, որովհետև Սամվել Կարապետյանը կանգնած է Հայաստանի կողքը, հայկական եկեղեցու կողքը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ է, եկեղեցու դեմ է հիմա ելել, բնականաբար ով որ եկեղեցու կողքն է կանգնած կամ Հայաստանի հայկականության, մեր ազգայինի կողքն է կանգնած, դրանք սաղ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Սամվել Կարապետյանը մեծ հայ է, Կորյուն ջան, մեծություն է նա։ Նա ոչ թե մենակ աշխարհահռչակ բիզնեսմեն է, շատ մեծ բարերար է, մինչև այսօր ինքը տենց էր, չէ՞ հայտնի։ Բայց այս 2 օրվա ընթացքում ինքը նաև ապացուցեց, որ ինքը այն մարդն է, որ ինքը կարող է ամեն ինչը դնի հարվածի տակ, հանուն իր հայրենիքի։ Այսինքն ինքը ապացուցեց, որ իր հանուն իր հայրենիքի պատրաստ է գամատի խրամատ ու զինվորի նման կռիվ տա հայրենիքի համար զոհաբերելով իր այդ սաղ ունեցվածքը։ Ոնց որ օրինակ Ռուբեն Վարդանյանը։ Սրանք մեծություններ են, սրանք հերոսություններ են, հասկանում եք։ Ես Հայաստանը ազատագրելուց հետո, երբ որ Հայաստանը ազատագրվի, անձամբ ես ամեն ինչ անելու եմ, որ Սամվել Կարապետյանը արժանանա ազգային հերոսի կոչման, որովհետև սա արդեն մի այլ կարգի հերոսություն է։ Թեպետ իր բարեգործություններն էլ, այդքան բարեգործություն որ արել է, դա էլ է հերոսություն։ Ասեն Քրքորյանը հիմա հերոս է, ազգային հերոս է, այդ իր բարեգործություններով, չէ՞։ Սամվել Կարապետյանն էլ բարեգործություններ արել, բայց նաև այսօր ինքը ապացուցեց, որ այդ ամեն ինչը իր ունեցվածքը դնում է պատրաստ է դնի հարվածի տակ հանուն հայրենիքի ու պատրաստ է գնա կալանքի էլի հանուն հայրենիքի։ Այս սա արդեն մի այլ կարգի հերոսություն է, մանավանդ երբ որ դու հարուստ ամեն ինչով ապահովված մարդ ես, ու այդ ամեն ինչը դնում ես հարվածի տակ ու գալիս ես պատրաստ ես գնաս կալանքի, գնաս նստես հանուն քո հայրենիքի, հանուն քո եկեղեցու, դա արդեն մի այլ կարգի հերոսություն է։ Հասկանում եք։ Ես սա կասեմ, ու մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ։ Երեք ինձ հարցազրույցի ժամանակ ասեցին, որ մեր Սրբազանին, Արշակ Սրբազանին, որին ես շատ եմ հարգում, Նիկոլասներ պոռնկա բարո, չգիտեմ ինչ էս բառը էր, չէ՞ ասել։ Ես կան հակադարձեցի, ասեցի պոռնկա բարոն դու ես, Նիկոլ, այ մուսար Նիկոլ, պոռնկա բարոն դու ես։ Հետո իմացա, որ այդ նույն բաները ինքը ասել է նաև Սամվել Կարապետյանի հասցեին, ասա ձեր հովանավորներն էլ են պոռնկա բարոներ, չէ՞։ Սամվել Կարապետյան։ Հիմա ուզում եմ մի հատ էլ Սամվել Կարապետյանի համար ասեմ, Նիկոլ, պոռնկա բարոն դու ես։ Հասկացար, ես էլ Սամվել Կարապետյանին ասելու համար եմ մի հատ էլ ասում։ Պոռնկա բարոն դու ես, Նիկոլ։ Դու պոռնիկը դու ես մի խոսքով, այս է։